ամեն կիրակի գալիս եք մայրաթոռ։ Ուրեմն ասեմ ձեզ, ամեն կիրակի եթե պատարակներին չեմ գալիս, բայց ամեն ասու տված օր ժամերգությանը ներկա եմ մնում։ Որը որ աշխատանքի չեմ մնում, միանշանակ գալիս եմ։ Որպես քաղաքացի, հավատացյալ անձ, ինչ կարծիք ունեք կառավարություն, եկեղեցի այս հակամարտության մասին, այսպես ասած, մասնավորապես, որ իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի կաթողիկոսը հեռանա, նրանց քայլերը այդտեղ են հատանում, սրբազաններ են կալանավորված, հոգևորականների է մեղադրանք առաջացված։ Ուրեմն ասեմ ձեզ, մի անգամ ասել եմ, նորից էլի կկրկնվեմ, ինձ թվում է ոզնունն է պարզ, որ էսի Ալաշուքյուր Փաշազադեի արտահայտությունից հետո, երբ որ ասեց հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանի համար, դրանից 2 օր հետո սկսվեց այս ամեն ինչը, էլ վեհափառը կուսակրոնությունա խախտե երեխա ունի, էլ KGB-ի գործակալն է։ Ես մի բանի վրա եմ զարմանում, որն է ավելի պատժելի, երբ որ այդքան ջահել տղեկի գլուխ ուտեն, թե ենթադրենք վեհափառը երեխա ունի խախտել է կուսակրոնությունը։ Այդ հարցը ավոր ինձ հետաքրքրում է։ Ու ինձ հետաքրքրում է մի հարց, երբ որ Ալաշուքյուր Փաշազադեն արտահայտություն արեց մեր առաքելական եկեղեցու վրա, իրանց արձագանքը ինչ եղավ, կամ երբ որ Արցախում եկեղեցիներ էին քանդում, ասում էին դա դիվանքը հայկական չի, իրանք ինչ արձագանք տվեցին, ասենք այս խաղաղության հանգամանքով վախը ժողովրդի մեջ մտցնելով, մի մասին վախացնում է պատերազմով, մյուս մասին վախացնում է կուշտ փորով հաց ուտելուց, այն մյուս մասին է վախացնում է կալանավորելուց։ Դա համար ժողովուրդը իր կողքից տեղ չեն եթում, ովքեր որ իրանց կողքն են, բայց մի բան եմ ուզում ասեմ, որպես հայ ընդդիմություն չեմ, ոչ մի ուժին չեմ սատարում, թքած ունեմ մահվան վրա էլ, սոված մնալու վրա էլ, կալանավորվելու վրա էլ, եկեղեցու կողքը եղել եմ, կլնեմ ու ըլնելու եմ, հալալ աղբերս էլ դուրս գա եկեղեցու դեմ, միանշանակ կպատժվի։ Արտյոմ Հավաքալյան, մեկ եք խնդրեմ Նիկոլի հավատարիմ հոտին, ինձ գտնելը դժվար չի լինի, թող անիմաստ չգրեն։ Եթե ինչ-որ հարց կունենան, թող գան մոտիկանան ինձ, ես իրանց կապացուցեմ, որ այս ամեն ինչը արվում է թուրքերի հրամանով։ Ձեզ գրել են մինչև այս բանը։ Չէ, չեն գրել, թող գան գտնեն ինձ, ես իրանց ապացուցեմ, որ այս ամեն ինչը արվում է թուրքերի հրամանով։ Այս կեղծ խաղաղությունը էլի եմ ասեմ, թքած ունեմ մեռնելու վրա էլ, սոված մնալու վրա էլ, կալանավորվելու վրա էլ։ Իսկ ինչ մնում է եկեղեցուն, միանշանակ եկեղեցու կողքն եմ ու կլնեմ եկեղեցու կողքը։ Էջմիածնից եք։ Էջմիածնից եմ։ Շնորհակալ եմ։